Հրաժարվողներ եղել են, ասում են հրաժարվողներ կան 1 րոպե, եղել են հրաժարվողներ, որոնց որ առաջարկ եղել է գնան այդ դուրս պաշտոնին, բայց հրաժարվել են։ Պետի հետ կապված ասում են նախկինը ազատվեց աշխատանքից, որովհետև թույլ էր տվել, որ Դավիթ Տոնոյանը ազգային ժողով գալու ճանապարհին տեսակցի մայրիկին, դրա համար ազատվեց։ Ինքը թույլտվություն չէր վերցրել։ Նախկին պետը ազատվել է իր սեփական դիմումի համաձայն եւ իրար հետ արդեն 1 տարի աշխատել ենք, որևէ այդ դրվագի հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, կա մեր վերահսկողական վարչության կողմից բացված գործ, որ ուսումնասիրում ենք հենց դրվագի հետ կապված նրբությունները, բայց դրա հետ կապված չի։ Եվ ինչ-որ բան ճշտվել է։ Ճշտում են, այնտեղ ընթացակարգային նրբություններ կա, դատարանի որոշում կա եւ այդ ամեն ինչը ուսումնասիրում, բայց դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Պետին ինչու հանեցիք պարոն Մինասյան։ Իր սեփական դիմումի համաձայն է դուրս գալիս, բնականաբար ոչ մեկին ոչ մի բան չի ստիպվում, աշխատանքային նորմալ մթնոլորտ է եւ եթե որևէ նոր ստանդարտին մարդիկ չեն հարմարվում, իրենք որոշում են կայացնում գնալ այլ աշխատանքի, բայց որևիցե ստիպողաբար կամ այլ ինչ-որ երևույթներ չկան։ Աշխատանքային սովորական իրավարար։ Հա, դուք նշեցիք, որ դուք շարունակելու եք աշխատել, պաշտոնավարման տեղեկությունները սուտ են։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը ձեր աշխատանքից գոհ է։ Ես այդ հարցին անդրադարձա, ասեմ, որ մամուլում տեղ գտնող այդ հրապարակումները սուտ են եւ հերյուրանքներ են։ Նիկոլ Փաշինյանը ձեր աշխատանքից գոհ է, պարոն Մինասյան, ես հստակ եմ հարցը։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Մինասյան, իսկ Սերգեյ Ատոմյանը ինչով էր թերացել, որ ազատվեց աշխատանքից։ Այդ նոր այդ հարցին էի անդրադառնում, որ իր սեփական դիմումի համաձայն էր ազատվել աշխատանքից, ճիշտ կլինի իրեն այդ հարցը ուղղել։ Այդ տարօրինակ չի ձեզ համար, ի վերջո ձեր ոլորտի կառույց է, կարևոր կառույցներից մեկը ու հանկարծ ինչ-որ մի պահի առավոտ զարթնում ենք, այդ մարդը որոշում է սեփական դիմումի համաձայն գնա։ Դուք իրեն հարցրել եք ինչ եք ուզում գնա։ Արդարադատության նախարարությունը ամենամեծ նախարարություններից է Հայաստանի Հանրապետության եւ բավականին մեծ կոլեկտիվ է եւ բնական է, որ նախարարությունը, փոխնախարարները եւ անձամբ ես մեր աշխատակարգն ենք սահմանում եւ եթե թիմում լինում են մարդիկ, որոնք որ այս կամ այն պատճառով չեն գտնում իրենց կամ ավելի լավ աշխատանք են ասում, նորմալ աշխատանքային process է, որ մարդիկ տեղյակ եղել եք, որ ուզում էր սեփական դիմումի համաձայն հեռանալ աշխատանքից։ Իհարկե տեղյակ եղել։ Իսկ պատճառների մասին իմացել եք։ Ճիշտ կլինի պարոն Ատոմյանին այդ հարցերը ուղղել, ես իր փոխարեն չպատասխանեմ։ Որովհետև Հայաստանում այս վերջին 5 տարում շատ անակնկալ ձևով են էլի պաշտոնյաները եւ նշանակում եւ հեռանում։ Օրինակ հատկապես ուժային ոլորտում տարին 2 անգամ կարող է ուժային ղեկավար փոխվել։ Հիմա սա նորմալ է, դուք որպես պետական կառույցի մարդ նորմալ եք համարում սենց հաճախակի տեղափոխություններն էլ անակնկալ ձևով։ Ես նորմալ եմ համարում թիմային աշխատանքը ու եթե ինչ-որ մեկը ուզում է իր աշխատանքը փոխի, նորմալ եմ համարում, որ աշխատողը իր դիմումի համաձայն ազատվում է, նոր աշխատողներ են ներգրավում, կարևորը արդյունքն է, կարծում եմ մեր արդյունքը բավականին լավ է եւ ավելի լավացնելու ենք թե կադրերի փոփոխությամբ, թե նոր կադրերի ներգրավմամբ։ Ատոմյանը թիմի մարդ չէր, թիմային աշխատանքի մեջ չէր ներգրավված։ Առանձին էր աշխատանքը։ Ես խնդրեմ այդ հարցի հետ կապված բոլոր հարցերը Ատոմյանը չի ասել, որ ուզում է փոխել, այնպես չի, որ տեղից որոշել է գնալ օրինակ վերադառնալ, տեղափոխվել IT ոլորտ, որտեղ այնտեղ վարձ են վարձատրում։ Ինքը ուղղակի հեռացել է այդ աշխատանքից, մամուլում տարբեր պատճառներ։